Առաջին հերթին մտածում էի, որ պետք է շատ հստակ ասել, որ այդպես չէ, որ Նիկոլը եւ Աննան սկսել են արշավ եկեղեցու դեմ։ Մենք ավելի լայն պիտի նայենք եւ ավելի հստակ պիտի դնենք հարցերը։ Նիկոլը եւ Աննան ի սկզբանե սկսել են արշավ հայ ազգի դեմ եւ որպես տար, որպես հիմնասյուն ուղղված է իրենց արշավը նաեւ ընդդեմ հայարակելական եկեղեցու։ Եթե մենք այդպես ընդհանուր ենք նայում, նոր ամբողջ իրատեղն է ընկնում։ Հակառակ դեպքում մենք վերցնում ենք միայն փոքրիկ հատվածներ եւ ցավոք սրտի մենք այդպես փոքրիկ հատվածներով բարբերաբար շեղվում ենք։ Ես այսօր որոշեցի ավելի հանգիստ տոնայնության մեջ խոսել, ընդհանուր առմամբ մի քիչ բաց կփորձենք խոսել, որովհետեւ այո, կան հստակ փակ թեմաներ, նույնիսկ կարելի ասել, որ կան արգելված թեմաներ, որոնց մասին ընդհանրապես չեն բարձրաձայնում, որովհետև որևէ ձևով բարձրաձայնելը որոշ թեմաներ ընդհանրապես պղծություն է։ Ես չեմ ասում միայն սրբապղծություն, տարբեր թեմաներ կան, որոնք որ ընդհանրապես չեն բարձրաձայնում։ Բայց հիմա եկեք քայլ առ քայլ գնանք։ Առաջին հերթին ցանկացած արարքի պարագայում պետք է դիտարկել որն է մոտիվացիան։ Եվ այդպես որն է Նիկոլի մոտիվացիան։ Մինչև մենք այս հարցը անկյունակար որպես չդիտարկենք, մենք առաջ չենք կարողանա գնալ։ Եվ մենք պետք է բաց աչքերով նայենք եւ հասկանանք, որ Նիկոլի եւ Աննայի մոտիվացիան ի սկզբանե եղել է Հայաստանի քայքայումը, հայ ազգի կործանումը։ Եթե այդպես ենք նայում, նոր տեսնում ենք, որ Նիկոլի նաև անձնական մոտիվացիաներն են այս ամբողջը։ Մանկությունից եկած բարդույթների պատճառով վրեժ լուծելու, տարբեր հարցերում անընդհատ սեփական եսը մի կողմ դրած ամբողջը սրբապղծելու, ամբողջը ընդհանրապես պղծելու, աղավաղելու, այլանդակելու եւ այդպես շարունակ։ Սա է Նիկոլի մոտիվացիան։ Այլ բան ինքը չունի եւ դրանով հանդերձ հենց ծառայում է մեր ազգի ողերին թշնամիներին։ Սա հստակ է։ Հիմա երբ որ մենք մտածում ենք ինչպես կարելի է այս ամբողջը համբերել, ես չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում բոլոր նրանց, ովքեր շարունակում են այս ամբողջին համբերել։ Ես հասկանում եմ, որ տեղերում բոլորը բողոքում են։ Ես հասկանում եմ, որ համացանցը ամբողջությամբ լցված է բողոքներով։ Դա բավարար չի այլևս։ Բավարար չէ, որովհետև անընդհատ կրկնում ենք Նիկոլը անցել է կարմիր գիծը, այս կողմ այլևս եւ ոչ մի բան թույլատրելի չէ եւ ոչ մի բան այլևս չի կարելի ներել։ Երբ որ Նիկոլը եւ իր ոնց որ հիմա կարելի է հրճակել այդպես, անվանում կա մենք առաջ ունեինք առաջին տիկին, հիմա Նիկոլը Հայաստանի առաջին կենակցի հետ միասին հարձակվել են Հայաստանի առաքելական եկեղեցու վրա, որպես վերջին մնացած հիմնասյան, ու մենք պիտի ամբողջ գնով պաշտպանենք։ Եվ ինչու այդպես։ Եկեք ամբողջությամբ անկեղծ խոսենք։ Այո, ցավոք սրտի մեզանում տխուր պատճառներ անթիվ են այսօր։ Մենք տխրում ենք ընդհանուր Հայաստանի սարսափելի կորուստների համար, որ վերջի շրջանում ունեցել ենք Նիկոլի պատճառով։ Մենք շատ տխրում ենք ընդհանուր ազգի վիճակի համար։ Մենք տխրում ենք մարդկանց համար, ովքեր տղամարդիկ ընդհանրապես մոռացել են տղամարդկային արժանապատվությունը, կանայք բացի շրթունքներից եւ նորաձևության այդ մեքենաների հետևից ընկած եւ ոչ մի բանի մասին չեն մտածում։ Երեխաները փաստացի բրախված են եւ լավագույն դեպքում, որ ծնողները տանում են երեխաներին, դա ռեստորաններն են, այլ ոչ մշակութային պատմական վայրեր, ու այդպես շարունակ։ Մենք անթիվ տխրության պատճառ ունենք, այո։ Ես հասկանում եմ, որ մեր վիճակը շատ ծանր է։ Մեր վիճակը ծանր է նաև հենց մեր իշխանավորների պատճառով։ Եվ երբ որ մենք դիտարկում ենք եկեղեցին, մենք տխրում ենք տարբեր բաների համար եւս։ Մենք տխրում ենք տարբեր իրավիճակներին, մենք տխրում ենք, որ մեր եկեղեցին այն խստությունը չունի, որ մենք ուզում ենք որ ունենալ, չունի միգուցե այն վճռականությունը, որ մենք ուզում ենք որ ունենա եւ զգուշավորությամբ է ստիպված առաջնորդվել, քանի որ տեսնում է ինչպեսի իշխանություններ են։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ եկեղեցու սպասավորները լուսնից չեն, իրենք եւս այս ազգի մասն են եւ կարող են լինել տարբեր թերություններ եւս։ Դա մեզ համար չպիտի լինի խնդիր, որում որ մենք մեղադրենք եկեղեցուն։ Մենք կարող ենք տեղերում նստենք ու քննարկենք այս կամ այն արատները, դա էլ է բացասական, բայց ընդհանուր առմամբ մենք չենք կարող ասել ընդհանրապես, որ եկեղեցին է քայքայվում։ Սա սրբապղծություն է։
Բոլորի կողմից, ովքեր որ համարձակվում են նման բան ասել, շարունակելով Նիկոլի հայտարարությունները։ Հիմա տեսեք, ես վստահ եմ, որ չնայած իր թիմը լրիվ իրեն արժանի է եւ փաստացի այսօր բոլոր նրանք, ովքեր որ շարունակում են պաշտպանել Նիկոլին, դա այն ամենատակի խավն է, այն հենց ազգի տականքն է։ Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ անգամ Նիկոլի շրջապատի մեջ այլևս կան մարդիկ, ովքեր որ սարսափած են, թե ինչ է անում իրենց ղեկավարը, իրենց առաջնորդը։ Եվ բոլոր նրանց, ովքեր որ համարձակվել են հարձակվել Հայաստանի սրբությունների վրա, դժոխքը արդեն սպասում է։ Հիմա եթե մենք քայլ առ քայլ փորձենք գնալ մտածելով, իսկ ինչ է եկեղեցին, ինչ է ընդհանրապես եկեղեցին, ապա առաջին հերթին դարեր շարունակ իրականում դեռ հին կտակարանից, բայց հետագայում դա վերափոխվեց եւ ամենասկզբից քրիստոնեության արկայության մենք անվանում էինք եկեղեցին Քրիստոսի հարսնացու։ Ըստ այդմ վիրավորել եկեղեցին, դա վիրավորել է մեր Տիրոջը եւ դա մեծագույն սրբապղծություն է։ Մյուսը, երբ որ մենք նայում ենք ինչ է եկեղեցիները ինձ համար ինքնին Հայաստանն է, որովհետև ամբողջ Հայաստանով սփռված տարբեր փոքրիկ մատուրներ, մեծ եկեղեցիներ, հին վանքեր, ավերված կամ խոնարհված, բայց միևնույն է արկա, նրանցից յուրաքանչյուրում արկա է սրբությունը, նրանցից յուրաքանչյուրում արկա է Տիրոջ շունչը, սա է ամենակարևորը։ Սա է գաղափարը, որը ընկած է հենց եկեղեցու հիմքում, նույնիսկ եթե տարբեր սպասավորները միգուցե տարբեր արատներ են ունենում։ Սա է առանցքայինը, որ մենք պիտի հիշենք, եւ դրա համար ես այսօր դիմում եմ բոլորին։ Հայ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պղծել է ձեր հիմնարար սրբությունները։ Նա պղծել եւ մերժել է բոլոր փոքր մատուրներում արկա ձեր կողմից նկարված սրբապատկերները, երբեմն ոչ այնքան հաջող, բայց երբեմն անգամ փոքր երեխայի կողմից պատկերված, ու այդ իր ամբողջ սերը եւ խոնարհությունը արտահայտող այդ ամբողջ նկարները Նիկոլը պղծում է։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պղծել է ձեր բոլորի հարսանիքները, ձեր բոլորի կնունքները, ձեր բոլորի հարազատների հոգեհանգիստը, նա պղծել է իր հայտարարություններով։ Նա վիրավորում է ոչ միայն եկեղեցու սպասավորներին, նա վիրավորում է մեզանից յուրաքանչյուրին, բոլոր նրանց, ովքեր կնքվել են, բոլոր նրանց, ովքեր կնքում են իրենց երեխաներին կամ մտածում են իրենց երեխաներին կնքելու մասին, բոլոր նրանց, ովքեր պսակադրություն են ունեցել եկեղեցում, բոլոր նրանց, ովքեր գնացել են եւ ողբացել են կորցրած հարազատների համար, նա բոլորիդ պղծել է։ Դրա համար ամբողջ գնով արդեն պետք է դուրս գալ պայքարի, ես հասկանում եմ։ Ես ամբողջը հասկանում եմ, 5 տարի շարունակ մենք անընդմեջ փորձում ենք պայքարել, թեկուզ խոսքով, թեկուզ ցույցերին մասնակցելով, մենք տեսնում ենք, թե ինչպես են անդադար տապալվում բոլոր նախաձեռնությունները։ Երբեմն մենք տեսնում ենք, որ տապալվում են հենց ընդդիմության կողմից։ Տարբեր պատճառները, որ մենք հիմա չենք ուզում դրա մասին խոսել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ հուսահատվում, հիասթափվում, հանձնվում, կամ լքում երկիրը, կամ մտածում, որ ամբողջը այդպես էլ վատ կլինի։ Ես հասկանում եմ այդ ամբողջը։ Ես քաղաքական որևէ ուժ չեմ ներկայացնում, որևէ քաղաքական ուժի հետ չեմ համագործակցում։ Իմ ամբողջ կյանքում մշտապես ընդդիմադիր եղել եմ, որովհետև փորձել եմ հնարավորինս իմ լուման ներդնել Հայաստանի արարմանը, Հայաստանի զարգացմանը, եւ դրա համար պայքարել եմ թե Լևոնի դեմ, թե Քոչարյանի դեմ, թե Սերժի դեմ, թե հիմա պայքարում եմ Նիկոլի դեմ, որովհետեւ հասկանում եմ, որ մենք պիտի արարենք մեր Հայաստանը, եթե մեզանից յուրաքանչյուրը տեր չկանգնի սեփական երկրի, ապա ով պիտի տեր կանգնի մեզ։ Եվ հենց այս պատճառով ես համարձակվում եմ ասել, որ դուրս եկեք փողոց հիմա։ Դուրս եկեք ոչ թե որովհետև այս կամ այն քաղաքական ուժը ձեզ կանչում է, կանչող չկա, եւ չի լինի միգուցե։ Ես կարող եմ խնդրել, որ եկեղեցին դուրս գա երթի, բայց իրենք ավելի բարձր են եւ իրենք են որոշում, թե ինչ են անում։ Ես կարող եմ խնդրել բոլորին, որ դուրս գան եւ տեր կանգնեն սեփական իրավունքների, բայց ես հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են։ Ես դիմում եմ այն փոքրաթիվ խավին, որը որ դեռևս հավատում է,
Դուրս եկեք փողոց հենց հիմա։ Հակառակ դեպքում դուք չեք կարողանա ձեզ իրավունք վերապահել մոմ վառելու, որովհետև այդ մոմերը վառված եւ դեռ չվառված Նիկոլը պղծել է եւս։ Սա է մեր մեծագույն ցավը, սա է մեր մեծագույն տառապանքը այսօր։ Նիկոլի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ու այսպես ես մտածում եմ, որ մենք ուզում ենք խնդրել, որ եկեղեցին պաշտոնապես նզովի նման վարչապետին, պաշտոնապես նզովի Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին իրենց կողմից արված բոլոր հայտարարությունների եւ սրբապղծությունների համար։ Ես ուզում եմ, միգուցե դա կլինի, ես ուզում եմ հայտարարեմ Նիկոլ Փաշինյանին, միգուցե դու խոսում ես հանրության մասին եւ միգուցե հանրության որոշ խավը, ազգի տականքը, միգուցե դեռ շարունակում է քո կողմից լինել, բայց ես Էլեանորա Մանանդյանս քեզ ասում եմ, միգուցե հանրության մի մասը քո կողմից է, բայց ազգը իմ կողմից է, եւ ազգը ես եմ առաջին հերթին, դու չես, դու վաղուց զրկվել ես ազգը ներկայացնելու իրավունքից, եւ դրա համար ես քեզ զրկում եմ, ես հայտարարում եմ, որ զրկում եմ քեզ հայ անվանվելու իրավունքից, ու միգուցե դա քո համար արժանիք չէ, բայց պատմության դարերը իմ կողմից են, միգուցե ներկան մեր հետ չէ, բայց ապագան միևնույն է մեր կողմից է, մշտապես։ Եվ ես դիմում եմ նաև նրանց, ովքեր երբեմն տարիներ շարունակ համարձակվել են մեզ անվանել այլադավան։ Այո, ես գնում եմ հոգևոր զարգացման այլ ճանապարհով, բայց իմ ամբողջ ուժերով ցանկացած պահին պաշտպանում եմ հայ առաքելական եկեղեցին։ Ինչու՞։ Ոչ միայն որովհետև այն մեծագույն հավատի եւ մեծագույն կրոնի ներկայացուցիչն է, այլ որովհետև նաեւ այն իմ ազգի հիմնասյունն է, իմ ազգի պահապանն է, այն պահպանել է մեզ դարեր շարունակ, ժամանակն է, որ հիմա էլ մենք պահպանենք մեր եկեղեցին, մենք պիտի պաշտպանենք եկեղեցին, որպեսզի այն շարունակի պահպանել մեզ, այլ ձևով հնարավոր չէ, Եվ դուք բոլորդ, որ մեզ անվանում եք այլադավան, դուրս եկեք փողոց եւ տեր կանգնեք ձեր եկեղեցուն։ Հակառակ դեպքում, գիտեք, ես մտածում եմ 200 տարի անց պատմաբանները գլուխ կոտրուկի նման մտածելու են, ինչպես եղավ, որ բուդդայական կենտրոնը տեր կանգնեց հայ առաքելական եկեղեցու այն ժամանակ, երբ որ մյուսները լռում էին։ Ամոթ բոլոր լռողներին։ Ամոթ բոլոր նրանց, ովքեր շարունակում են բավարարվել համացանցային կոմենտներով, ոչ մեկին պետք չեն ձեր կոմենտները, թե լավ, թե վատ, ոչ մեկին դա չի հուզում, դուրս եկեք պայքարի, միայն դա է հնարավորը, եւ միայն այդպես մենք կկարողանանք տեր կանգնել մեր հայրենիքի։ Մենք արդեն հայտարարել ենք դեռ 3 առաջ օրը եւ այսօր կրկնում ենք, մենք ակցիաներ ենք սկսել, մենք քաղաքական կուսակցություն չենք, հասարակական կազմակերպություն նույնիսկ որպես չենք ներկայանում, մենք ներկայանում ենք որպես հայ, ամեն մեկը որպես հայ, չեք ուզում միանալ մեզ, արեք, եկեք կանգնեք կառավարության շենքի մոտ, դա մեր շենքն է, դա մեր հայ հանրապետության հրապարակն է, եկեք կանգնեք եւ ձեր բողոքի ձայնը արտահայտեք, վաղը 11:45 Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի մոտ։